Ողջույն սիրելի աղեղնավորներ, ես այժմ կներկայացնեմ 2023 թվականի նոյեմբեր ամսվա կանխատեսումները այն մարդկանց համար, ովքեր ծնվել են աղեղնավոր նշանի ներքո։ Դա ինձ սիրելիներս, հուսամ խավարումներից հետո ձեզ լավ եք զգում եւ կարողացել եք հաղթահարել այդ ճգնաժամը, որովհետեւ հոկտեմբեր ամիսը լարված էր, այժմ նոյեմբերը արդեն աստիճանաբար մեզ վերադարձնելու է մեր բնականոն կյանքին։ Հատկապես նոյեմբերի 13-ից հետո, երբ նորալուսին տեղի ունենա, մենք արդեն ամբողջությամբ կթոթափենք խավարումների ազդեցությունը։ Այդ վերջին խավարումը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին, այն տեղի է ունեցել ձեր առողջության եւ աշխատանքի ոլորտում, եւ այժմ նոյեմբերի 13-ից հետո նորալուսնից արդեն այդ խնդիրները, որոնք կային միգուցե առողջության հետ կապված, միգուցե աշխատանքային հարցերի հետ կապված, այլևս մնալու են անցյալում, որովհետև այլևս ձեր 6-րդ ոլորտում եւ 12-րդ ոլորտում չեն լինելու խավարումներ առաջիկա 9 տարիների ընթացքում։ Դե ինձ սկսեմ ամեն ինչ հերթականությամբ ամսի 8-ից Վեներա մոլորակը տեղափոխվում է ձեր 11-րդ ոլորտ, սիրելիներս, երբ Վեներան 11-րդ ոլորտում է, մենք հաճույքով շփվում ենք, մենք հաճույքով օնլայն հարթակում ստեղծում ենք ինչ-որ բիզնես, արք ու վաճառք ենք իրականացնում ինտերնետ տիրույթում, եւ այստեղ Վեներան ձեր կյանք կարող է բերել ընկերուհիներ, որովհետեւ Վեներան ներկայացնում է կանացի էներգիա, հնարավոր է ձեր շրջապատում հայտնվի ինչ-որ կին, ինչ-որ իգական սեռի ներկայացուցիչ, որի հետ դուք կարողանաք շատ լավ լեզու գտնել։ Ամսի 10-ին Մերկուրի մոլորակն է մուտք գործում ձեզ համար շատ կարևոր առաջին ոլորտ, դե ինձ սիրելիներս ամսի 10-ից հետո կարելի ասել թեմաները պատտվում են ձեր անձի շուրջ, այսինքն մարդիկ սկսում են խոսել ձեր մասին։ Եվ բացի դրանից Մերկուրին ձեր առաջին ոլորտում բերում է շատ կարևոր ծանոթություններ, որովհետև Մերկուրին սովորաբար խոսքի, շփման եւ ծանոթությունների մոլորակն է, եւ ամսի 10-ից հետո մնացած ամբողջ ամսվա ընթացքում այստեղ ձեզ մոտ բավականին ակտիվ է շփումները։ Ամսի 11-ը շատ լարված օր է եւ այս օրը խորհուրդ կտամ ձեզ շատ ուշադիր լինեք ձեր առողջության նկատմամբ, հատկապես այստեղ շատ ուշադիր լինեք ձեր ուրեմն արյան ճնշման տատանումների նկատմամբ, սիրտանոթային համակարգի նկատմամբ։ Այստեղ Մարսը գտնվում է 12-րդ ոլորտում, Ուրանը գտնվում է 6-րդ ոլորտում եւ երկուսն էլ անմիջապես գտնվում են հակամարտության մեջ, ինչը առաջին հերթին վնաս է հասցնում ձեր առողջությանը։ Սիրելիներս, եթե ունեք առողջական խնդիր, ապա ամսի 11-ին շատ ուշադիր եղեք, որպեսզի լուրջ բարդությունների առաջ չկանգնեք։ Եթե չունեք առողջական խնդիրներ, շատ ավելի լավ այս օրը պարզապես զգուշացեք, որպեսզի ինքներդ ձեզ ինչ-որ սուր գործիքով չվնասեք կամ անսարք ավտոմեքենա չնստեք, որպեսզի վթարի մեջ չընկնեք։ Ամսի 13-ից նորալուսին է տեղի ունենում ձեր 12-րդ ոլորտում, սիրելիներս, այս նորալուսինը ձեր կյանք բերելու է ինչ-որ հանգստություն։ Հանգստություն այն առումով, որ այս փակ գաղտնի ոլորտում է տեղի ունենում մեր նորությունները։ Հնարավոր է այստեղ դուք ամսի 13-ից հետո որոշում եք, որ պետք է հանգստանաք, մեկնում եք ինչ-որ հանգստյան գոտի եւ չեք ուզում մարդկանց հետ շփվել։ Կամ այստեղ 12-րդ ոլորտը նաև կարող է ներկայացնել օտար երկրները, դուք ամսի 13-ից հետո արդեն մտածում եք այդ ուղղությամբ կամ եթե մինչ այդ ունեիք ծրագիր, ամսի 13-ից հետո արդեն հաստատվում է ձեր ծրագիրը, որ դուք կարող եք մեկնել։ 12-րդ ոլորտը նաև մեր գաղտնի հույզերն են, վախերն են, գաղտնի շփումներն են, գաղտնի աշխատանքն է, այսինքն ամեն ինչ գաղտնի է 12-րդ ոլորտում փակ է ուրիշ մարդկանց համար։ Նշանակում է ամսի 13-ից հետո հնարավոր է ձեր կյանքում հայտնվի մարդ, որի հետ գաղտնի սիրային կապի մեջ մտնեք կամ որի հետ այնպիսի աշխատանք կատարեք, որի մասին չցանկանաք բարձրաձայնել։ Ամսի 18-ին Մարսը եւ Արևը միանում են ձեր 12-րդ ոլորտում։ Երբ այս երկու մոլորակները միանում են երկնքում, այն 2 տարվա ժամկետ ունի, այսինքն ուշադիր եղեք ամսի 18-ին ձեր 12-րդ ոլորտում տեղի ունենում այնպիսի միություն, որը առաջիկա 2 տարիների ընթացքում ձեր կյանքում թողելու է իր հետքը։ Այստեղ ամսի 18-ի դրությամբ այս միությունը ինչ կարող է բերել ձեզ, կարող է բերել ձեզ շատ կարևոր ծանոթություն, որը
2 տարի կտևի ձեր կյանքում, բայց դուք ցանկանաք այդ մարդու մասին լռել, չխոսել, միգուցե դա կլինի գործնական ծանոթ, միգուցե դա կլինի անձնական հարթակում կամ կլինի բժիշկ, որի մոտ դուք բուժվում եք, սակայն այդ մասին չեք ցանկանում բարձրաձայնել, համենայն դեպս այն տևելու է 2 տարի։ Ամսի 20-ից 22-ը հոյակապ օրեր են ֆինանսական հարցերը լուծելու համար, ինչու չէ նաև առողջական հարցերով զբաղվելու համար, որովհետև ամսի 20-ին նախ արևն է, այստեղ սեքստիլ կազմում Պլուտոնի հետ, իսկ Պլուտոնը երկրորդ ֆինանսական ոլորտում է։ Այնուհետև ամսի 22-ին Մարս մոլորակն է, նույն սեքստիլը կազմում Պլուտոն մոլորակի հետ։ Նշանակում է ամսի 20-ից 22-ը բարեհաջող օրեր են, այս մի քանի օրը ցանկացած տեսակի գործունեություն ծավալելու համար կարելի է եւ փաստաթղթային հարցերով զբաղվել եւ բժշկի գնալ եւ ֆինանսական գործարքներ ունենալ։ Ամսի 24-ից ի վերջո Մարս մոլորակը ձեզ հանգիստ է թողում, որովհետեւ լքում է ձեր 12-րդ ոլորտը եւ մուտք է գործում ձեր առաջին ոլորտ։ Սիրելի աղաղնավորներ, ամսի 24-ից հետո արդեն երբ արևն էլ կլինի ձեր առաջին ոլորտում, ձեզ մոտ կսկսի աստիճանաբար էներգիան ավելանալ։ Մինչ այդ դուք ձեզ հոգնած եւ հյուսված եք զգում։ Իսկ ամսի 24-ից հետո արդեն կսկսեք լիցքավորվել նոր էներգիայով։ Մարսը առաջին ոլորտում մեզ տալիս է բավականաչափ ակտիվություն, որպեսզի մենք կարողանանք մեր բոլոր գործերը հասցնել։ Սակայն, որպեսզի դուք այդ ակտիվությունը չվերածեք ագրեսիվությամբ եւ չվիճեք մարդկանց հետ, խորհուրդ կտամ ամսի 24-ից հետո ձեր ավելորդ էներգիան ներդնել ֆիզիկական զբաղվածության մեջ, զբաղվել սպորտով։ Ամսի 27-ին տեղի է ունենում լիալուսին։ Լիալուսինը տեղի ունենում ձեզ համար շատ կարևոր 7-րդ ոլորտում։ Հատկապես այն աղեղնավորները, ովքեր ծնվել են նոյեմբերի 25-ից 30-ը ընկած ժամանակահատվածում, նրանց կյանքում կարող են տեղի ունենալ շատ լուրջ փոփոխություններ այս լիալուսնով։ Երբ ասում եմ ամսի 27-ին, սա չի նշանակում հենց նույն օրը կարող է լինել։ Հավանականությունը ավելի մեծ է, որ հենց ամսի 27-ին կլինի, սակայն մի քանի օր առաջ, մի քանի օր հետո, այսինքն նրա մոտակա օրերին լիալուսինը արդեն իսկ ազդում է մեզ վրա։ Իսկ 7-րդ ոլորտը սա մեր կողքի մարդիկ են։ Նշանակում է, ինչ որ մարդու հետ կապված խնդիր կարող է առաջանալ, կարող է այդ մարդը մեկնել, կարող է այդ մարդուն հրաժեշտ տակ, կարող եք, չգիտեմ, ինչ որ հաճախորդի հետ ունենալ ինչ որ խնդիր, կամ գործընկերներից ինչ որ մեկը լքում է աշխատավայրը, նրան եք հրաժեշտ տալի։ Այստեղ լիալուսինը սովորաբար բերում է վերջաբան։ Եվ շատ հնարավոր է, եթե մինչ այդ ունեք ինչ որ մոտ մտերիմ մարդու հետ ինչ որ կոնֆլիկտ, հնարավոր է ամսի 27-ի լիալուսնով լուծվի այս կոնֆլիկտը։ Դե ինձ սիրելիներս, այսքանը նոյեմբեր ամսվա համար, կհանդիպենք հաջորդ հոլովակում։ Առայժմ